կրակած տեղի դիրքը հիմնահատակ կոչնչացվի, որից հետո մի ահռելի քանակությամբ երկու կորպուս զորք կզորաշարժեն, դե իրենց մահանա է պետք չէ, որ պատերազմը վերսկսեն։ Երկու կորպուսի չափ զորք կզորաշարժեն, որ այդ հայկական դիմադրության ուժը ջարդեն, եւ մենք ջարդուփշուր կանենք մեր բռունցքի ուժով, բանակի ուժով, հանգստանա վեր կընկնեն տեղները, ուրիշ ճանապարհ չկա, մինչև Բերանին չուտի չի հանգստանալու, եւ ես արդեն վախենամ, որ Արյան համը ընկել է նրանց Բերանը, անգամ դա էլ գուցե եւ չզսպի։ Մեծ պատերազմի է պետք պատրաստվել, ում ենք խաբում, ինքնախաբեությամբ պետք չի զբաղվել, այն անեսթեզիա իրականացնող վերլուծաբանները, քաղաքական գործիչները վերջում պատմության, մարդկության եւ Աստծո առաջ պատասխան են տալու։ Պետք է սթափությամբ դիմավորել արհավիրքները եւ նախապատրաստվել դրանց։ Միայն արհավիրքներին պատրաստ լինելով է հնարավոր դրանք ի վերջո նվազ վտանգավոր դարձնել, իսկ պատերազմը որպես մարդկային տեխնոգեն աղետի մի տեսակ, միայն դրան պատրաստվելով է հնարավոր հաղթանակած դուրս գալ դրանից։